մի հատ կալուգացում փորձենք, լսենք, որից հետո մի երկու բան կասենք։ Փաշինյանի ուշք ու միտքը Հայաստանից հողեր տալն է։ Նիկոլ Փաշինյանը հնարավոր Սիրելի հայրենակիցներ ջան, նախ եւ առաջ մի հատ ամենայն անկեղծությամբ ոնց որ մի հատ ռոբոտ խոսա, այս ինչ ձևա խոսում, դանդաղ, բառերը հազիվ կպցնելով, վախելով, այ մարդ դու լա մի հատ հայերեն խոսալ սովորի, նոր արի մի ինչ-որ մի բան խոսա, իսկ մի հող տալու վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանը հող չի տվել, հող տվել է քու շեֆը, ավելի շեֆի տեղակալը, Ռոբերտ Քոչարյանը, հող նա է տվել, հող տվել է Սերժ Սարգսյանը, որի կառավարման տարիներին եղբայրդ աշխատում էր աշխատակազմի ղեկավար, այ իրանք են հող տվել, իսկ Նիկոլ Փաշինյանը այդ ձեր հանձնած հողերը այրան գնով փորձեց պահել, բայց արդեն ամեն ինչ տված էր, ու արդեն ամեն ինչ անդառնալի ճանապարհով էր գնում, ու այնպես էր ստացվելու, որ այս էլ էր գնալու, բայց այսօրվա դրությամբ մեր նահատակների ու քաղաքացիական պայմանագիր կուսակցության Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ համ էս մնաց, համ էլ մենք բոլորս մնացինք, իսկ դու այ կալուգացի, դու անվերադարձ հունիսի 7-ին, քաղաքական դաշտ դեռ չմտած հեռանալու ես, քանի ժամանակ կա գոնե հայերեն սովորի, էլի պետք կգա, մի օր պետք կգա, ոնց էլ չեղնի, լավ երկու բառ չեք կարող մի կապեք մի բան խոսակ, սենց էլ ուզում են մեկ է մի բան ասեմ, էլի այդ որ ասում ինքը վարչապետի թեկնածու չի, եկեք ֆիքսենք սահմանադրությունով, ինքը որևէ կերպ, ինքը դաժե ազգային ժողովի պատգամավոր չի կարա լինի, հասկացեք էլի, են որ ասում եք տաշիր Սամո չկա այս թեմայի մեջ ժողովուրդ, Սամո չկա, Սամոն զուտ միջոց է, ինչև է սիրելի հայրենակիցներ ջան, հունիսի 7-ին, 2026-ին, միայն ու միայն, համար 16, մերժում ենք Սամոյին, մերժում ենք Ռոբերտ Քոչարյանին ու մնացյալներին, որպեսզի ունենանք նոր Հայաստան, որպեսզի ունենանք կայուն խաղաղություն եւ որպեսզի ունենանք իրոք փայլուն ապագա, Աստված պահապան լինի բոլորիս։